Գերմանիայի կառավարությունը հերքում է, որ Պետեր Ֆիշերը բնակարան է վարձակալել Մամուկա Խազարաձեից։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքեջում։ Տեղեկատվությունը պարունակում է Գերմանիայի համար այլընտրանք կուսակցության հարցերը եւ կառավարության պատասխանները։ Ինչպես հայտնի է, Գերմանիայի համար այլընտրանք խորհրդանական խումբը մի քանի շաբաթ առաջ Գերմանիայի դաշնային կառավարությանը հարցեր էր հղել Վրաստանում Գերմանիայի դեսպանի վերաբերյալ, որոնք հրապարակվել էին հոկտեմբերի 13-ին։ Գերմանիայի կառավարությունը պատասխանել է այդ հարցերին։ Հարցերը վերաբերում էին Վրաստանում Գերմանիայի դեսպանի կողմից Մամուկա Խազարաձեից թանկարժեք գույքի վարձակալությանը, դեսպանի հանդիպումներին ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ այդ հանդիպումների նպատակին։ Բունդեսթագը հաստատել է Պետեր Ֆիշերի հանդիպումը հանուն Վրաստանի կուսակցության ներկայացուցչի հետ։ Ըստ նրանց, այդ հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Ինչպես նշում է Գերմանիայի կառավարությունը, հանդիպումներն անցկացվում են Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքեջում հրապարակվել են Գերմանիայի համար այլընտրանք կուսակցության հարցերի պատասխանները Վրաստանում հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման եւ Գերմանիայի դեսպանատան ու դեսպան Պետեր Ֆիշերի մասնակցության վերաբերյալ։ Պաշտոնական տեղեկատվության մեջ Գերմանիայի կառավարությունը բացահայտում է Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների աջակցման նախագծերի շրջանակներում հատկացված միջոցները։ Խոսքը վերաբերում է 2020-2025 թվականներին 2.5 միլիոն եվրոյի հատկացմանը։ Սակայն տեղեկատվությունը չի ներառում միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունների ցանկը։ Գերմանիայի կառավարության տվյալներով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության նպատակը համատեղ համաձայնեցված նախագծերին նպատակներին հասնելն է։ Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը մի քանի շաբաթ առաջ խորհրդակցությունների նպատակով կանչել էր դեսպան Պետեր Ֆիշերին։ Ինչպես նշել են Գերմանիայի արտաքին գերատեսչությունից, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես են շարունակվելու աշխատանքները։ Երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման պահանջով դատական հայցն արդեն սահմանադրական դատարանում է։ Դատական գործընթացի մեկնարկից հետո իշխող թիմը կնշանակի, թե ով կլինի իրենց ներկայացուցիչը դատական նիստերում։ Իր հերթին լուծ արվողների ցուցակում ընդգրկված քաղաքական ուժերը պատրաստվում են դատական վեճ սկսել։ Կառավարությունը հայտարարում է, որ արգելվող կուսակցություններն ընտրվել են երկու չափանիշներով՝ կուսակցության հակասահմանադրությունը հաստատող իրավական փաստարկներ եւ երկրի սահմանադրական կարգին իրական սպառնալիքի ստեղծում։ Իշխող թիմի ղեկավարները վստահ են, որ որոշման իրականացումը կհանգեցնի բևեռացման նվազմանն ու վրացական քաղաքական դաշտի առողջացմանը։ Ընդդիմությունը նշված հայցը գնահատում է որպես քաղաքական հետապնդում, ճնշումներ եւ բռնապետության ձևավորում։ Ազգային շարժումը, Նորը եւ ԼԼ-ն այն երեք քաղաքական ուժերն են, որոնց չեղարկման պահանջով իշխող թիմը դիմել է սահմանադրական դատարան։ Դատարանն ունի 9 ամիս ժամանակ որոշում կայացնելու համար։ Հայցի գլխավոր հիմքը խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի ծավալուն եզրակացությունն է։ Վրացական իշխող կուսակցությունն անդրադարձել է պաշտոնեական լիազորությունների չարշահման փաստով ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Կոբա Գաբունիայի ձերբակալությանն ու ենթակառուցվածքների նախկին նախարար Իրակլի Քարսալաձեի տան խոզարկությանը։ Վրացական երազանքիչ նշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբները ընդլայնվել են, որ իրենց նպատակն է մի քանի տարվա ընթացքում Վրաստանը դասել կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկրների եռյակի շարքում։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալը երեկ խոսել է Կոբա Գաբունիայի ձերբակալության մասին։ Խոզարկությունը իրականացվել նաև ենթակառուցվածքների նախկին նախարար Իրակլի Քարսալաձեի եւ այլ անձանց տներում, ընդհանուր առմամբ 20 տարբեր վայրերում։ Ինչպես պարզ է դառնում, սա այն գործի շարունակությունն է, որի շրջանակներում մեղադրանքի առաջադրվել քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին ղեկավար Դավիթ Տաբիձեին։ Խոսքը վերաբերում է մանկապարտեզների վերանորոգման համար հատկացված միջոցների խարդախ յուրացմանը։ Հենց Կոբա Գաբունիան է համարվում հիմնադրամի ղեկավարը։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ու հանցագործությունը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի խորհրդանի շենքի դիմաց տեղի է ունեցել հերթական հանրահավաքը։ Մասնակիցները մոտ 30 րոպե փակել էին ճանապարհը։ Նրանք կազմել էին կենթանի շղթա եւ թույլ չէին տվել մեքենաներին տեղաշարժվել։ Ակտիվիստներին զգուշացնելուց հետո ոստիկանությունը բացել է երթևեկությունն ու բողոքի ցույցը շարունակվել է խորհրդանի դիմացի մայթեզրին։ Դրանից հետո ոստիկանությունը խորհրդանի շրջակա տարածքում մի քանի մարդու է ձերբակալել ճանապարհը ենթադրաբար փակելու համար։ Նրանց ձերբակալման տեսանյութը տարածվել է սոցիալական էջերում։ Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակել։ Գեդեվան Փոփխաձեն արդեն 4-րդ օրն է, ինչ հացադուլ է անում խորհրդանի շենքի դիմաց, պահանջելով խորհրդարանական վերընտրություններ եւ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։
Նա նշում է, որ հացադուլը միասին սկսել է ընդհանրությամբ 5 մարդ, սակայն մեկ հացադուլավոր ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։